Հարգարժան դատարան, ասեք, պաշտպանական կողմը իհարկե դուք մի առիթով արդեն ասացիք, որ իրենք իրավունք ունեն պաշտպանվելու ցանկացած ձևով։ Մի փոքր բաց է, հա։ Կարող է մոտենամ այստեղ, որտեղ ի վիճակի չեմ ավելի բաց։ Մենք ձեզ որ արեք, կլսեք, ուղղակի բոլորը որ լսեն, արեք։ Բայց ես որիսով հացր դրամատարությունում մեր տղաները զոհվել են տրավմատիկ բացակայության, արտասոների վարվածի, թշնամու թվային իրակայության, չգիտեմ վացկանների, թե ապակողնորոշով չկողմեցնող խայտարակ ընդհանրեն 15 րոպեում մի քանի հրամաններ, մեկ թողնել, մեկ անցնել շրջանաձել, մեկ ներոնք են, մի խոսքով մի խայտարակություն։ Թե ինչ դժողություն միջով են աչել մեր պրաշտը, դա գիտեն միայն իրենք և են մարդիկ ովքեր հրաշքով կրկվել են։ Եվ պատասխանը միանշանակ է։ Մեր մարդոցի դինորները զոհվել են այդ ահավոր հրամանի պատճառով, անպատասխանատու հրամանի պատճառով։ Այսպես պաշտպանության բանակի հրամանատարը չգիտեմ, ես պաշտպանություններ ասում եմ ես 70 կիլոմետր հետո գարունգյորումից դա ինչ իմանա։ Հարց, բայց ժամանակ ինչ որ կախում էին, դուք ինչ չեք կախում, այդ ուրանը, մենք ինչ իմանամ, այդպես տեղում կողմնաշնեք։ Ինչն էր խանգարում, որ թույլ տային և շարունակական մեղադրանքներ, անամոթաբար ասում են խախտողական հրամանություն, այնպես մարդիկ կատարել են հրաման, ի տարբերություն նրանց, ովքեր փախել են և չեն կատարել, և կյանքով են հաղթել։ Ասում փախտող, եթե փախտողական հրամանություն ունեն, ինչը կատարեցին այդ հրամանությունը։ Եվ նորից չեմ ուզում կրկնվել, անկի 10 քաշել էին դիզելը երաշխար բացատելով դա նրանով, որ իրենց տեղը դիրք արդեն տեղակում մոպապարաշատից շնամքողից հետև վտանգավոր է գտնվելը, երով մարդոցը շարքից դուս մրվեկվել։ Ինչ է նորից կողարկել մտեղ, ասում են իրենք չեն կասը գնացիք յուվարվել, չորի ուրիշ տեղ չի եղել, որ գոնը շատ թեկիչ կաղավորված տեղանքրներ, մի արտերն աղել, որ շատ թեկիչ իրենք ճանաչել են և նաև կաղավորված աղել, ու գնային։ Հիմա ամենահետաքրքիր մասը, շարունակաբար ցիտում Աշոտ Սողոմոնյան և Աշոտ Ղուլյան, դա այն կարծիքն ասեմ, երկուսն են դասարիքներ, որոնք չեն կատարել հրաման, ուղղակի մի լավ տեղ այսպես ծվարել են, թաքնվել են, սպասել են ինչ կլինի։ Աշոտ Ղուլյանի ցույցում ասում ես քանի անգամ զանգել եմ, օրիկին ասել եմ, արա թուրք են, չես հավատում, դատախազը հարց տվեց այդ Աշոտ Ղուլյանի։ Բավր ենքան վստահեք, որ թուրք են, դրանցան դեպ ձեր ինչու չեք պարվում շտավ, ասում են խելուց չեմ։ Իմ հարցին դուք հորդորում էիք Նորայր Հայրապետյանին չկատարել շտաբի հրամանը և հեռանալ փախուստի դիմել, ներեք ապուշենման նայմել և իրեք ինչ նա հերա։ Նորայր Հայրապետյանը, որին բոլորը ամշրուշի գնդակ բոլորը ասում են ավելի փորձան, ավելի պարկեշտ, ավելի պարտաճանաչված, ասում են բանակում երևի մատերի վրա հաշված ինչ որ է սամություն խորանը, ծնողներ են մահացան, երկու ծնողներ են մահացան, երկուսի չի մահացան, հիմա հարց, հարգար շնդաները, ինչ է կարծում։ Նորայր Հայրապետյանը ինքան ծալապապասն էր, և չեմ ասում են, հայքի նահապետ Թոմասյան, չեմ ասում իսների, որ ակնհայտ տեսնելով այդ նշանները տարբերակով, չալմաներ, և մեկ վկա անգամեն է չալմաներից իտել, մեկ վկա, հետո որևէ վկա չի հաստատել, որ ինքը չալման տեսնել, նույնը կարմիր թևկատները, երբ որ դա ակնհայտ կարմիր թևկատը դարձել, արդեն ուշարկ է, արդեն շրջապատման մեջ։ Հիմա նորից հարց, ինչ է կարծում, Նորայր Հայրապետյանը և մյուսները ինքան շատ էին ուզում մեռնել, անգամ զուրկ էին ինքնապաշտպանական վնասից, ծալապակասներին, որ ակնհայտ հասկանալով, որ դա թշնամյան յուրային զորք չի,
շարունակում էին ճշտել հնարավոր այդպիսի բան։ Եվ ես ասեմ նորից, բոլոր ցուցմունքներից ակնհայտ երևում է, որ պատասխանը եղել է ոչ թե պայմանական հնարավոր է, շատ լավ է եղել է հաստատողական պատասխան հաստատել։ Դրա համար է այդ դիվիզիոնի հրաмкազմը հանգիստները։ Շարունակել են իջեցնել առաջադրանքը, այստեղ Ջալալ Հարությունյանը նորից ամաչերում ցիտում էր ադրբեջանական կողմին դրա զտահող տեղեկությունները, որի թերմերոց գրակած թիրախներից չին մասնահասնել։ Նախ թիրախները իրենք են։ Եթե թիրախները չեն հասել տեղ, թիրախները կվել են շտաբից։ Այդ 18-րդ դիվիզիային անցնելու պատկանելության հարցը։ Դա եթե անցել եք 18-րդ դիվիզիային, նորից իր իրաց հետ կապվում էին, ինչի չէր ասում, մենք շփոթվում ենք իրենց ղեկավարությամբ։ Աչա։ Ինչու են իրենք շարունակել կառավարել դիվիզիոնը, ինչու, եթե իրենց տակ չէր, չէին հրամանում ուղղակիորեն գնում իրենց կողմից։ Եվ այսպես շարունակ, չեմ ուզում դժգոհվել, իմ տղայի վրայաթի մասին, իմ տղայի վրայաթը ուղղակիորեն Ջալալ Հարությունյանի տված հրամանի հետևանքի, ոչ թե Հայկի Տոմասյան նրա թույլ տված արդեն քաոսի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված խանդերի հետ ահավոր դժոխք է եղել, թե այդ օրը ինչ չարքերի պար ա եղել, ես դա ամեն գիշեր իմ երեխան ոտքերը ջարդած, մեջը ջարդած, այդտեղ ընկա անգամ խնդրել է ագերին, ասել ես խփեք նոր գնացեք, խփեք ինձ ատուստերը մտցել։ Եվ ոչինչ չեն արել, որ մեկ մարմինները դուր բերեք, գիտեք ինչ են արել, մեր աշխում սողում այն աբուլյան է դրա։ Ջրաշխարի մոտ գնացել են ժողովերան են, գնացել են, ասում եք ինչի, բայց չի, ասում եք դիրքը հետ վերցնել ավելի ուշար է։ Եվ այդ մարդիկ այդ Քաչին Ազարների Սուտիկ մոստաների սուրեկել են, այդ մարդկանց ովքեր հրաման են կատարել և զոհվել են, որտեղ եթե նրանք հրաման կատարող չունեին, նորիկը որ ռացա են անգամ խփում գետին ասում էր, սրանք ընկել են մեր հետևից, ինչ եք խփում մեզնին, բայց մեկ ավերջի մասնակցել կատարում են հրամանը։ Հաղթի դիմով Գեորգիևն մի հատ մարդն ու Ջալալ Հարությունյանը պաշտպանում։ Շտաբի պետը դիվիզիոնի ուղղակի պարտականություն է կազմակերպել դիվիզիոնի և մարտկոցի պաշտպանությունը, ուղղակին հետ առաջին մարտկոցում այդ պարտականությունն է նա ունեցել, որ կազմակերպի։ Առաջին ինքն է խաղը, Ջալալը իրան չի մեղադրում։ Բոլորի մեղադրում է, ովքեր որ մինչև վերջ ասում են նախատեսում եք մեզ ուղարկում, առաջնակից չկա, հալմուտ հացել է թշնամու։ Դիվերսիոն խմբերը անում են տեղ բխտում են, ընտեղ մարդ չկա, մենակ մենք եք մնացել, չէ, քարքել եք տակելամություն եմ խնդրում, այդ արտահայտություններով դատի կտան, հիմա մեղադրում է, և ասնես, ամբողջ իվեղտորոր կործում եմ մեր օրիջինայի վրա, ենան առատվիր ծուցունի կամ հրամանի, որևէ բան չեր աս, որևէ բան, այդ տեսակինը չի շատ լավ լիդի, ինչը ոնց է։ Եվ նորից իմ կոնկրետ երեխայի և մեր մյուս տղերքի մահվան ուղղակի պատասխանատվությունը կրում է Ջալալ Հարությունյանը, որտեղ նա ընդամենը կարող է ասել, չգիտեմ, ինքները որոշել։ Իսկ իրենք արդեն որոշել են։ Իրենք հրամկազմը այս կամերաց կողմից թաքչողական տրամադրություն ունեցող հրամկազմը գնացել է նորից ջուղարկում։ Երբ որ առաջին անգամ դիտարկել են և չեն հասկացել, որտեղ այնքան շատ էին փախուստի դիմողները և գիտեք նորից չեն բան արել, երբ որ կապվել են, ասել են գնանք ապահովենք, մերով կնիկը գանք։ Եվ այդ հարցը շատ տեղի տվեցին։ Տրակտորների մասով, ասում արում չի խրավաչել ունեցել։ Այդ նույն Աշոտուրյանը ասել, մի հատ տրակտոր ուղարկեցի շոֆերը փախավ, երկրորդը ուղարկեցի, երկրորդը փախավ, ասում լսի, ընկեր ջան, երերեք եկան, համ պետք է հազարավոր աղթիր բեռնեին, բեռնախաղնեին ձեռքով, համ ընդհավենը 3 շաբաթում 6 տեղակայման տեղպատիասներ հավաքվում են, գնում են, դասավորվում են, խորում են, չգիտեմ, պատրաստում են, կրակում են անդադար, չեն քնում, ջուր չունեն, առաջին օրերը ոչ ջուր են ունեցել, ցեխաջրերից են ունեն, ցեխաջրերից, դա իմացել եք իրանք մեզ ոչինչ են ասել, ի տարբերություն չէ ջերմություն ուներ ճշում, մեր եկի համար ոչ շտապօգնություն բան չող արագել, ոչ օգնության հասնող, կարակ գյոլա գնացեք և ես մարդը առավոտից իրիկում ցիկումա կանանությունը միայն իր օգտի։ Բա դուք որպես բանակի հրապնատար կանանությամբ
պատակարություններ չունեին, ինչի պատահում չէի կապահովել զորքին, հրամանները ձևական բնույթ էին կանում ուղղակի, հա, որ արիդի որպես տուղ նստև, ասնեմ առաջ, հրամանները հասնում էին զորքին, վերահսկվում էր դա ոչ, շունը տիրոջը չէր ճանաչում։ Նորից եմ ասում, ով որ փախել ա, որ հրաման չի կատարել, ողջա, ով հրամանը կատարել զոհվել, այսօր մեղավոր է։ Պատկերացնում եք, զոհը հայրենիք աշխարհի թարս, բացարիքներ այսօր մեղադրում են մարդկանց ու զրկել են կյանքից։ Կարող եմ շարունակ խոսել այդ աշխատուկուլարների և ասում գնային չոլերից ասում գնդացի հավաքի իրաց պաշտպանություն ապավեք մենք դες խմբերի դիմակար ասում միացում ասեք ձեր դիմակարց խմբի ասում մութեր չէ և այս շատ իսկ ինչու են մերով տարբեր թվերում որտեղ ես իմ ենթացությունը այդտեղ մենք ու չի եղել իվերսում տարբեր թվեր են եղել մի մասը նաև չի երևացել այում հայլերում հանգիստ եկել են ասել են շտաբից ասել են յուրային վերոքին հանգիստ են եղել որտեղ այդ քիչնում են ոչ են գրարկել յուրայինների վրա բացի նորից եմ կրկնում այդ այնքան շատ խմբեր են եղել մեկը կարող է 20 հոգանոց մեկը 40 մյուսը 60 այսինքն այդ իրանց ասածը որ փոխում են նսեմացնել որ ընդհանրապես 30 են օգուտ բաղկացած մարդկոցը թե ինչ կռիվ ա տվել ոնց է պաշտպանել սա ընդհանրապես 6 տարի նստելու համար է տեսեք ոնց է պաշտպանում ինչ է կարծում Ներեխեքը չէր ուզում անգրեին, իսկ նորայրը Հայրապետյան շատ էր ուզում անգետմուրեր, չէր ուզում ագրեր, հիմար էր, պաստեսում էր ոնց նամինա ու շարունակում էր ճշտել։ Հարգարժան դավերանավապը, աղետիկը շատ է, կուտակվածը շատ է, 5 տարի հետո նորից եմ ասում նայվես ու խելագարվում, որ որևէ մեկը պատշպատիշ գրել, դες համարակում են, երեխաներ զավակներ են ձեռբերում չնայած մեր զրկեցին համ զավակից, համ թողից, համ ապագայից, ամեն ինչից։ Ինչև է դա իրանց իրարը։ Բայց գիտեք, անցյալ օրը, երբ որ անդրադարձել են Բուսիջոյին, ճապոնացիները ասում են, երբ որ անցյալը չի պատժվում, թավոչիման խախտում է, համ ընդհանուր արտադրել դաշնակություն, այլ նաև նոր անցանքներ ացելու։ Իսկ երկինքը մեզ նայում է ամոթով։ Մենք 5 տարի ամոթի մեջ ենք ծնվում ենք, որտեղ ամեն ինչ անում ենք, որ պատժենք մեր երեխաներին, իբր թե անփութորեն մահվանդակապատողին և երբեմն անզորությունից ուղղակի չգիտենք ինչ անենք։ Ես խնդրում եմ, որտեղ իրականացնի կարգավորություն անկախ կոչումից, անկախ պաշտոնից, այդպես մարդը անգամ հերոսա ինչ-որ հայրենիքին մամուցած առայցուներ ունի դա աչում, բայց իր առած անցանքի համար նա պիտի պատասխան կամ մեկը ես կամ չունի, եթե ես այսօր միայնակ մայր ես, միջար պերոտուց մի հատ ալթի ոսկոր աստացես, 12 ամիս որոնումներից հետո իրան թեթև ձեռքով, երբ որ բունկերում որում էին հաղթում եք, լատիրուն հաղթնված, մեդալներ էին ու շվաներ էին ու սադիդեր էին բաժանում, ժողովրդին էին, ապա տեղակ վիճակում պահում, որ ժողովրդը ձեր եղբայրը ասում էր լավ ծնող լինեին, կգնայիք ձեր տղերքի հետ կկռվեիք, մենք գիտեինք հաղթում ենք։ Ումա, կամի հոգու։ Սպասեք բոլորը, կամի հոգի։ Ան ազգավոր ոնցը։ Քեզ ողացում կալության ամենը տես պատասխանել։ Դու սարում դրանպես դարաշ չմտնես։ Մարդիկ է բուրգերում իրանց համար։ Ներողություն կորոցները ես 5 տարի ամեն գիշեր վերապում եմ, ամեն գիշեր կոնտակտ կորում, ու ասում գոնեն իգրդակի իրան գծեք, անգամից խնել, լավ, ինչի էցի մերով Քրիստոս է կրշտում ես մարդիկ, մեր տղաների մարմինները դաշտի ագրավների և այլի երկ, ինչև է հավարդում, ես արդեն ասեց, ես ուշում եմ իրես նրան բոլոր կողոքները ներժներ, շերավերում այդ անուշական հարցերով մաննաժողումից ես հարցավան չեմ, իրավական չեմ, դուք իրավասում չեմ դրա մասով
բայց կասել միայն ես դեվալահարություն ես ինքնուրույն շատ շրպիտ խնդիրներ անգամ զարմանում որ ինչ օրոք չեմ և իրանում եմ ամուր որ մեր ծնողներից 3-ը մահացել են, այնպես էլ չհասնելու վաստակատության Նորայ Հայրապետյանի հայրը մահացել է, ես ու չկամանում Նորայը այսօր խնդրում է հավելելու հրավերը Ես խնդրում եմ իրենց ներած մողետերը մերժեն և այնում դրան նշանակի պատիժ առավելագույն ժամկետով անգամ եթե վերցնում եք 21 մարտի որը 20 օրած այդ 8 տարի անգամ ամեն մարդու համար 1 տարի չի ստացվում, ծիծաղելի և եթե այն հետագայում պատիժը գրելիս պատվի իսկապես մի անգամադրելի պատշերի ապա դա հետացանելի իրավունք իչև է շնորհակալություն ես